Երբ տխմար, ինչպես Աննա Հակոբյանն է իր ամուսնուն որակել, տխմար եւ համբալ Նիկոլը կանգնում է ազգային ժողովում, հաղթանակած գեներալ, հաղթանակած պաշտպանության նախարար, հաղթանակած Արցախի բանակի հրամանատար Սեյրան Օհանյանին ասում է. «Դո դու ով ես, որ ինչ իրավունք ունես Սևանում դաչա ունենալու»։ Ուշադիր լսեք։ Ես ասում եմ, սովետական միության սպա, ով եղել է Ստեփանակերտի գնդի գումարտակի հրամանատարը, թողել է պաշտոնը, կռվել է հանուն Արցախի, հաղթել է, իրավունք չունի $50,000 դաչա ունենալ Սևանում, իսկ պարտված, դանակահարող, բանակը կործանող, Թուրքի առաջ կզած Սուրիկը, պաշտպանության նախարար Սուրիկը $800,000 տուն ունի Արշակունյաց պողոտայում եւ ինչպես ժողովուրդ է խոսում $4 միլիոն ռեստորան ունի 150 մեքենա Դուբայից կահույք է բերում իր տունը կահավորելու եւ շենքի 2 հարկը սեփականաշնորհել է առանձին լիֆտ է կառուցել իր համար այդ պարտված ոչնչությունը իրավունք ունի միլիոնավոր դոլարների սեփականություն ունենալ իսկ հաղթանակած գեներալը $50,000 դաչա իրավունք չունի ունենալ հիմա Նիկոլ համբալ ապուշ ես ուզում եմ հայ ժողովուրդ ձեզ հիշեցնել մի բան երբ Մարտակերտը թուրքը գրավել էր 3 հաղթանակած ջոկատներ Սիսյանի, Սևանի եւ Սպիտակի ջոկատները ուղարկեց Վազգեն Սարգսյանը եւ հենց Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ այդ 3 ջոկատները եւ Արցախի ֆագոտի տղերքը կանգնեցրեցին Թուրքին, ջարդեցին Թուրքին եւ ետ գրավեցին հաթերքն ու մնացած գյուղերը Դրամբոն, Սարսանգ այդ ամբողջ հատվածը։ Դա Սեյրան Օհանյանն է արել։ Եվ եթե այդ հաղթանակած գեներալը, որը կռվի դաշտում իր ոտքն է կորցրել, իրավունք չունի ունենալ $50,000 դաչա, որը կառուցվել է եսիմ երբ, ապա ինչպես Սուրիկ Պապիկյանին իրավունք ունի պարտված, ոչնչացված, ծիծաղելի այդ քպայական վիժվածքը ինչ իրավունք ունի միլիոնավոր դոլարանոց սեփականություն ունենա։ Հիմա ով է համբալը, Նիկոլ, դու, թե Սեյրան Օհանյանը, իհարկե դու։